Յանին։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ազգային ժողովի որոշման նախագծի առաջին բաժնում ներառված պարտադիր քննարկման ենթակա 13 հարց կա, որոնք ընդգրկվում են 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում առանց քվեարկության։ Երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն։ Դրանք 6-ն են, որոնք նույնպես ընդգրկվում են 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում առանց քվեարկության։ Երրորդ բաժնում 1 հարց կա պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացրած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն։ Նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար այս հարցը պետք է քվեարկենք առանձին։ Հիշեցնեմ, որ բացասական եզրակացություն ստացած նախագծերի փաթեթը քննարկելիս 3 րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն հեղինակը եւ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, որից անմիջապես հետո նախագծերի փաթեթը օրակարգում ընդգրկելու մասին հարցը դրվում է քվեարկության։ Հարցերի համար հերթագրում։ Հովիկ Աղազարյան։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, փաստաթուղթը, որ նշված է արդեն նախագծերի հաջորդականությունը, եթե հիմա տեղին է հարցը, չգիտեմ։ Երրորդ կետը, վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրությունը։ Այստեղ բանը ձևակերպման մեջ խնդիր չկա։ Չլսեցի ինչ։ Ձևակերպման մեջ խնդիր չկա, վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրությունը։ Ինչի պետք է լինի։ Չէ, չկա, պարոն Աղազարյան։ Արձագանք։ Ախր բանը երևի լավ չեմ հասկանում, թեկնածուի թե անդամի, պարոն Սիմոնյան։ Չեմ լսում։ Ես կարծում եմ քարտուղարությունն եմ հիմա ձեր հարցին։ Պարոն Աղազարյան, քարտուղարությունը ձեզ այդ հարցին կպատասխանի, լավ։ Զարոյ Բաթոյան։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Այսօր առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես նշում ենք հայրերի օրը եւ ես ձայն եմ խնդրել նախ ձեր գլխավորությամբ շնորհավորելու բոլոր հայրերին։ Սա եւս մեկ առիթ է ամեն տարի հունիսի 17-ին կարևորելու նրանց դերը, արժևորելու երեխայի կյանքում, ինչպես նաեւ հրաշալի առիթ է խրախուսելու մասնակցային ներգրաված հայրությունը, երբ հայրը ոչ միայն պաշտպան է, ընտանեկան կարիքները բավարարող անձ, այլ նաև ուսուցիչ, աջակից, սիրող ընկեր եւ ուղեկից։ Շնորհավորում եմ բոլոր հայրերին, իդեմս ձեզ եւ այս դահլիճում ներկա գտնվող բոլոր տղամարդկանց, ովքեր այդ բերկրանքը զգացել են։ Շնորհակալություն, շնորհավորենք։ Ես փաստորեն առաջին պաշտոնապես շնորհավորված հայրն եմ այս տարեդրությամբ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, Արձագանք։ Հարգելի գործընկերներ, հարցերն ավարտվեցին, այժմ քննարկում ենք երրորդ բաժնում ընդգրկված նախագծերի փաթեթը, որի քննարկումից անմիջապես հետո կազմակերպենք քվեարկությունը։ Ձայնը տրվում է նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին, համեցեք պարոն Սարգսյան, մինչև 3 րոպե ժամանակ ունեք։